Այս պահին այ չփաթեթավորվածը ցույց տա որ այդ մեքենաների հետ գալուց էլ չենք փաթեթավորեցած տեիկնա ծառեցված։ Անելանելի իրավիճակում են հայտնվել հայ ձկնաբույծները։ Արդեն մի քանի ամիս է դեպի հիմնական շուկա Ռուսաստան արտահանումը սահմանափակված է։ Իսկ այլընտրանքային ուղղությունների մասին խոսակցությունները դեռ գործնական արդյունք չեն տվել։ Արտադրողները պատմում են, որ մի կերպ են կարողանում պահել տնտեսությունները, շարունակել արտադրությունը եւ կատարել իրենց պարտավորությունները, վճարելով հարկեր, էլեկտրաէներգիայի, կերի եւ աշխատակիցների աշխատավարձների ծախսերը։ Ոլորտում սահմանափակումները սկսել են դեռևս մայիս ամսից, մայիսի կեսերից արտահանումը իսպար դադարեցվել է դեպի Ռուսաստանի Դաշնություն։ Նշեմ, որ մեր ձուկ ձկնամթերքի հիմնական սպառման շուկան, դա ռուսական շուկան է արդեն 20 տարի եւ ավել։ Տեղական արտադրանքի 50%-ից ավելը արտահանվում է ռուսական շուկա։ Ոլորտի ներկայացուցիչների խոսքով խնդիրը միայն արտահանման դադարեցումը չէ։ Ձկնաբուծության դեպքում արտադրությունը հնարավոր չէ պարզապես կանգնեցնել եւ սպասել շուկայի վերականգնմանը, քանի որ գործ ունեն կենդանի օրգանիզմի հետ։ Խնդիրը համատարած է, բայց սա ունի մի առանձնահատկություն, որ մենք գործ ունենք կենդանի օրգանիզմի հետ եւ դրա պահպանումը արդեն իսկ լուրջ խնդիր է։ Լճացում է տեղի ունենում, ձուկը մեծանում է, պահանջվում է, որ պետք է կերակրվի, կերի խնդիր կա, այդ ֆինանսը բերել է նաև կերի ձեռքբերման խնդրի եւ աշխատավարձների վճարում, հարկերի վճարում, վարկերի սպասարկում, բազմաթիվ խնդիրներ։ Ձկնաբույծները նաև հարց են բարձրացնում, թե ինչու է սահմանափակվել հայկական արտադրանքի արտահանումը, եթե իրենց խոսքով ձկնամթերքը որակական խնդիր չունի եւ մրցունակ է նաև միջազգային շուկաներում։ Հայաստանի Հանրապետության ձկնամթերքը համարվում է ամենաբարձր կլասի ձկնամթերքը։ Դա միանշանակ, դա Եվրո անդամներն էլ 18 թվականին, 13 թվականին եկել են, համտեսել են եւ ասել են, որ սա հրաշք ձկնամթերք է նմանը չունեցող։ Սակայն արտադրողները պնդում են, այս պահին իրենց համար ամենամեծ խնդիրը ոչ միայն կորցված շուկան է, այլ նաև արտահանման գործընթացում առաջացած անորոշությունը։ Նրանց խոսքով վերջին ամիսներին անցակետից բեռով բեռնված բեռնատարներ են վերադարձել, սակայն հստակ պատճառաբանություն չեն ստացել։ 3 մեքենա հետ եկան, բայց բացի այդ մենք ախրն չի որ այդ 3 մեքենան մենք ուղարկել ենք ու սպասում էինք, տեսնենք ինչ արում։ Անընդհատ process է։ Մենք անում ուղարկում ենք, ամեն օր անում ուղարկում, ամեն օր անում ուղարկում, ու մեր համար զարմանալի էր, որ այն պայմաններում, որ ոչ մի պատճառով եկան Ռուսաստանի Դաշնությունից եկան, իրենց սննդի վերահսկողությունից, Ռոսկրտնաձորից, մեծ խմբով եկան, 2-3 օժտուկումներ կատարեցին եւ այլն եւ գնացին դեղից գրեցին, որ այո, գրեցին, որ MF էքսպորտը ինչպես նաև Ինվեստպլյուսը 7 հիմնարկ են ստուգել, որոնցից 5-ը դեռ չեն համապատասխանում, այսինքն առաջադրանքներ են տվել, որ նրանք էլ համապատասխանեցին իրենց աշխատանքները, բայց MF էքսպորտն ու Ինվեստպլյուսի ոչ մի խնդիր չունեն եւ կարող են արտահանել, ու մենք մեքենաներին ուղարկեցինք, հետ ուղարկեցին մի շաբաթ հետո մենք իմացանք, որ մերն են կասեցրել գործունեությունը կոնկրետ իմ համար անհայտ պատճառներով, որտեղ ոչ մի պատճառ չկա։ Լարսա գնացել, թղթերը լրիվ նորմալ չքաղաքականացնենք խնդիրները մեզանից մենք թղթերը նորմալ, ձուկը նորմալ, ամեն ինչ լաբորատորիաները անցած, թղթերը տված։ Ոլորտի ներկայացուցիչները նշում են, արտահանման բացակայության պայմաններում ներքին շուկան չի կարող փոխարինել կորուստներին։ Նրանց խոսքով Հայաստանում սպառման ծավալները բավարար չեն եւ որոշ տնտեսություններ ստիպված են վճռել ապրանքը ինքնարժեքին մոտ կամ նույնիսկ դրանից ցածր գնով։ 2 ամիս է Հայաստանի արտադրողները խնդրի առաջ են կանգնած, արտահանում մի գրամ գոյություն չունի, տեղական շուկան էլ շատ քիչ ինքնաբավություն ունի, դրա համար ժամ-ժամ գնանկում է տեղ ունենում, մարդիկ գրեթե ինքնարժեքով են վաճառում։ Ապրանքը, որը որ պատրաստ էր արտահանման, նա հիմա տեղավորված է սառնարաններում եւ ինքնարժեքի վրա ազդող շատ գործոններ կան, չէ՞ որ մենք հաշվում ենք այդ ձուկը սառեցնելը, պահելը եւ այլն եւ գին է առաջարկված։ Հիմա պատրաստը 3-րդ ամիսն է այդ ապրանքը ամբողջովին պատրաստ, բոլոր սառնարանները լցված վիճակում մենք հոսանք ենք ծախսում, սառնարան ենք ծախսում, աշխատողներ ենք պահում։ Դե ֆինանսական մեծ կորուստը սենց ասեմ, աշխատելու ընթացքում եթե մենք հոսանքի փող ենք տալիս օրինակի համար 4-5 միլիոն, հիմա տալիս ենք 3.5 միլիոն առանց աշխատելու։
Ձկնաբույծներն ասում են, խնդրի լուծման համար դիմել են կառավարությանը։ Նրանց խոսքով այս փուլում իրենց առաջնային ակնկալիքը ոչ թե կորուստների ամբողջական փոխհատուցումն է, այլև աջակցությունը տնտեսությունները պահպանելու համար։ Խնդրել ենք աջակցություն, հեսա մեկ շաբաթից մեկ ամիսը լրանում է մեր խնդրանքի եւ ներկայիս դրությամբ ոչ մի ռեալ ինֆորմացիա չունենք մեր հետագա անելիքների վերաբերյալ։ Ապրանքի արտահանման որպես հնարավոր այլընտրանք հաճախ նշվում է եվրոպական շուկան, սակայն ձկնաբույծները պնդում են, այս պահին այդ ուղղությունը արագ լուծում չէ։ Նրանց խոսքով Եվրոպա արտահանելու համար անհրաժեշտ են համապատասխան ընթացակարգեր, սերտիֆիկացում եւ լոգիստիկ խնդիրների կարգավորում։ Համապատասխան սերտիֆիկացում հասնի, կանոնակարգեր պետք է մշակվեն։ Այսինքն ստը խոսքը թարմ ձկա մասին չէ, մենք նույնիսկ հնարավորություն չունենք, ասենք թարմ վիճակում հենց քանի որ ձուկ ինքը արագ փչացող ապրանք է, մենք չենք կարող իր այդ 14-16 օրվա պիտանիության ժամկետում այդ ապրանքը հասցնել Եվրոպա լոգիստիկ առումով։ Ամեն բեռ իր սպეციფიკան ունի, կոնկրետ ձկների հետ կապված, եթե ուզում եք իմանաք, շուտ փչացող ապրանքներ են իրենք համարվում եւ ցամաքային ճանապարհով մենք ուղղակի հայկական մեքենաների համար չկա ճանապարհ այդպիսի։ Իսկ Լաստանավով էլ շատ երկար է լինելու ժամանակը եւ այդ ընթացքում ապրանքը կփչանա իրենց։ Դա այսինքն իրականում հնարավոր չի տարբերակը։ Ձկնաբույծների խոսքով ներկայումս որոշ տնտեսություններ նվազեցրել են կերակրման ծավալները պարզապես ժամանակ շահելու համար, քանի որ արտադրության ծավալները շարունակում են նույնը մնալ։ Որ ֆինանսել տային մի ամիս կարող ենք հələ ձգել, ամիս ու կես, բայց եթե ֆինանսավորում չլինի 5 օր հետո լրիվ կերակրումը գալիս է 0-ի, այսինքն ծախսերը մոտավորապես դրամով ասեմ մի 25 միլիոնից ավել է կազմում օրական դրամ, որը որ ոչ մի ձև չի լինում, ոչ մի ձև, պետք է 10։ Դադարեցնում եք, նշանակում է Աշխատողներին պետք է վարձատրեմ, չեմ կարող չվարձատրեմ, հոսանքը պետք է վճարեմ, այսինքն կանջատ են, եթե չվճարեմ, ջուրը եթե չվճարեմ կկտրեն, բայց արտադրանքը 0 է, եթե չեմ կերակրում, այսինքն չել աճում ձուկը, 0-ական ենք, նշանակում է մենք մինուս են գնալու օրական այդքան։ Ոլորտի ներկայացուցիչները նաև նշում են, որ արտահանման խնդիրները չլուծվեն, վտանգի տակ կարող է հայտնվել ամբողջ ոլորտի հետագա գործունեությունը։ Դե աշխատելը չի հարցը արտահանելը, եթե չլինի, ոլորտը ուղղակի կվերանա։ Պետությունից ակնկալում ենք առաջինը շատ ուժեղ բանակցություններ մեր բարեկամ երկրի հետ, որպեսզի բացվի այդ գիծը, Հայաստան-Ռուսաստան գիծը, Եվրոպայի մասով ինչքան էլ աջակցություն լինի, դա շատ հեռահար պլաններ է, հաստատի մեր արտահանողները, ովքեր զբաղված են այդ գործի մեջ, բազմիցս զրուցել են եւ ապացուցում են, որ մոտակա տարվա մեջ անհնարին է Եվրոպա անել։ Վրաստան հանում են շատ քիչ քանակ, այս մոտ օրերս ենք իմացել, բայց դա անգամ 1%-ը չի մեր արտադրանքի։ Ձկնաբույծներն ասում են, իրենց խնդիրը միայն այսօրվա վաճառքը չէ։ Նրանք փորձում են պահպանել տարիներով ստեղծած տնտեսությունները, աշխատատեղերը եւ արտադրությունը, սպասելով լուծումների, որոնք թույլ կտան հայկական ձկնամոթերքը կրկին հասցնել արտաքին շուկաներ։ Հասմիկ Անտոնյան, Վահագն Մխիթարյան, Իլյա Մանուկյան, Տրիբյուն AM